Դու սիրո եւ ջերմության մեջ մեծացած երեխա ես։ Ինչու սիրո եւ ջերմության մեջ մեծացած երեխան այդքան կոմպլեքսավորված է։ Վերջերս եմ երևի սկսել ինձ շատ սիրել, ու վերջերս եմ սկսել ազատվել կոմպլեքսներից։ Շնորհակալ եմ մեր կուրսյան 3 տղաներին, որ 4-րդ հարկի աստիճանների վրայից ինձ այսպես բրթեցին ու ասացին. «Դե զզվցրել ես, գնա այդ կաստինգին»։ Ես երբեք այս ամենի մասին չեմ խոսել, բայց իրենք տեսնում էին, թե ինչքան կոմպլեքսավորված էի, ինչքան չէի ցանկանում մասնակցել կաստինգների։ Ընտրվել էի 20-րդական ինչ-որ դեր, ստոպ տվեց ռեժիսորը, ինձ թվաց, որ իմ պատճառով նկարահանումը ավարտվեց։ Ծանր էի տարել, փոքր դեր էր, չկարողացա սա նորմալ խաղալ, ես չպետք է այս կաստինգին գնայի։ Ու զանգ եմ ստանում, որ Մարիամ, դու ընտրվել ես այդ նույն պրոյեկտի գլխավոր հերոսուհի։ Իմ ատամները իրարից բավական հեռու էին, ու ես այդ պատճառով եմ միշտ կոմպլեքսավորվել։ Իրենք կատարեցին իմ երազանքներից մեկը, 1 ժամում այդպես գեղեցիկ հավաքեցին դա, որ հիմա ես ունեմ այս ատամնաշարը, գնացել եմ ինստիտուտ, այսօր չեք նկատում, ոչ մի բան։ Ինչ որ մի օր հասկանում ես, որ եթե դու քեզ չսիրես, աշխարհը սիրել չես կարող։ Ես հասկացա, որ ես պետքա շատ ուժեղ զարգացնեմ հավատս։ Ես սխալներ շատ արեցի, բայց այդ սխալներից ես այլևս չեմ ամաչում։ Ես ընտրություն եմ, ոչ թե տարբերակ։ Չես կարող այդ մարդու մեջ ամփոփել մի ամբողջ սեր ու ասես, որ սիրուց դու հիասթափվել ես, չէ։ Ես չեմ ապրում այդ մտքով, թե ինչու եմ ես մենակ, բայց ինքը ծնվել է, ինքը գոյություն ունի։ Արդյոք դու հիմա քեզ երջանիկ զգալով հասկանում ես, որ դու մենակ ավելի երջանիկ ես, քան երբ հարաբերությունների մեջ ես եղել։ Ես հոգնել եմ անդադար կռվելուց, առանց այդ էլ իմ կյանքը բավական լուրջ ճակատամարտ է եղել։ Չեմ ուզում իմ ներաշխարհը քանդեմ, սկսեմ բուժել ուրիշ մեկին։ Ես ուզում եմ շատ ժամանակ ինքս ինձ կարողանամ բուժել։ Ես ամեն բան գեղեցիկ հաշվարկում նոր եմ գնում։ Միշտ դու ես գնացել։ Մեկ է քեզ բաց թողողը տղամարդն է։ Ինչքան էլ որ ես ասեմ, միգուցե չեմ վազում այդ մտքի հետևից, բայց ես մեկ աղջիկ եմ, ով ցանկանում է ընտանիք ունենալ, ցանկանում է սիրված լինել։ Լալա Մնացականյանը մեր տաղանդավոր դերասանուհիներից էր, որի կորուստը իհարկե անչափելի շատ մեծ կորուստ էր։ Գիտես, նա երբեք մեզ թույլ չտվեց գրկել իրեն, ու ես իրեն շատ էի սիրում, բայց զգում էի Տիկին Մնացականյանն էլ ինձ էր սիրում։ Ես ամեն իմ հաջողությունից հետո Տիկին Մնացականյանին գրում էի, որ Տիկին Մնացականյան, շնորհակալ եմ ձեզ, որ ինձ այսպիսի մարդ եք դարձրել։ Ես կուզեի ուղղակի իմ ընտանիքի բոլոր անդամները հիմա լինեին այստեղ, որովհետև ես հասկացա, որ ընտանիքից կարևոր էլ ինչ։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։